Ձեր ընտանիքների մեջ սիրելի ժողովուրդ ջան։ Այո, մենք տեսնում ենք ինչու համար մենք քանի անգամ միտեղ դուք ուշադիր եք, ժողովուրդ ջան, ամեն օր պաշտամունք որ սկսում է, ես աշխատում ուշադրություն եմ դարձնում, Աստված յուրահատուկ խոսում է այսօր իր ժողովրդի հետ, ժողովուրդ ջան, ինչու համար, որպեսզի իր ժողովուրդը, որ վաղ միսօր չասի Տեր Աստված, բա ես չի իմանում ինձ ով ասեց, այս լրիվ Տերը նկարի պես ցույց կտա մեզ կգաբախտը, ժողովուրդ ջան։ Մենք մի բան ենք հասկանում, ես մենք շատ անգամ որ խոսում ենք ինչու համար Աստված անհանգստացած է իր ժողովրդի համար, ժողովուրդ ջան։ Անհավատ մարդիկ դե Իրանը չեն, ժողովուրդ ջան, անհավատ մարդիկ Աստծո ստեղծած մարդիկ են, բայց մենք երբ որ դարել ենք, նոր դարել ենք իր զավակներ ենք դարել, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ ասում են բոլորն էլ Աստծո զավակներ, ասում են ոչ, այդպես չի գրած, ժողովուրդ ջան։ Բոլորը Աստծո ստեղծած մարդիկ են։ Մենք երբ դարանք Տիրոջ զավակ, երբ որ մենք ընդունեցինք իրան Տեր ու մենք վերեցին ծնվանք մեր Տիրոջից, մենք դարանք իր զավակները։ Երբ որ դարանք իր զավակները, ժողովուրդ ջան, հələ պատկերացա քո երեխեն քեզի հագարակ ամեն բան, իշքան քո համար ցավը, սիրելի ծնողներ։ Որքան քո համար ցավ, երբ որ քո երեխեն չի ապարում, երբ որ քո երեխեն հագարակ, երբ որ քո երեխեն չարություն անում։ Ոչ, մենք փոքր երեխեքի մասին չենք խոսում, մենք խոսում ենք այն երեխեքի համար, որոնք տարիքով են արդեն։ Որքան ծնողի համար ցավը, քո համար սրտիդ վիշտ կա, ցավ կա։ Բա որքան առավել մեր հորը։ Լավ, մենք մեղավոր ծնողներ ենք, մեղավոր մարդիկ ենք, բա մեր հայրը սուրբ, որ ասում է այսօր իր զավակներին տենա կատարելության մեջ, ժողովուրդ ջան, նա կարա քեզ հասնել կատարելությանը, ժողովուրդ ջան։ Աստված գիտա, որ այս վերջին ժամանակ ավելի չար ժամանակներ ա գալու, ժողովուրդ, այդտեղ գրած է։ Մարդիկ, հավատքի մարդիկ փոխվում են, ինչպես եղբայրներս խոսացին, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, իրապես դու պետք է նմանվես Քրիստոսին, քո ամբողջ ջանքը դրած, նմանվի Քրիստոսին, սիրելի քույր եղբայրներ ջան։ Սիրաստո ժողովուրդ ջան, մենք պետք է նմանվենք Քրիստոսին։ Այո, մենք տեսնում ենք ինչու համար շատ անգամ հավատքի մարդիկ նմանվում են, այս աշխարհի երևույթն են ձեռք բերում, նմանություն են ձեռք բերում, ժողովուրդ ջան։ Նույնիսկ իրանք Աստծո խոսք չեն կարդում։ Եթե հարց տանք, սիրելի քույր կամ եղբայր, դու Աստծո խոսք կարդում ես, թե չես կարդում։ Եղբայր ջան, արդեն քանի տարի կարդում եմ Աստծո խոսքը, ոչ չեմ կարդում, պաշտամունքներ եմ գնում, բա քո ապրած կյանքը խիչ համապատասխանում քո կարդացածին, ժողովուրդ ջան։ Ինչու՞ համար այսօր մեր կարդացածին չի համա մեր ապրած կյանքը, ժողովուրդ ջան։ Այո, ինչ որ այսօր խոսում է Տիրոջ խոսքը, ժողովուրդ ջան, ինչ որ անհանգստություն կա, ժողովուրդ ջան, սա Տիրոջ հոգին անհանգստանում։ Այո, քո ձեռքն է, կրած ընդունես, կրած մերժես, կրած ասես, ոնց ուզում ես եք ապրեմ, ում իշ կորնա։ Այո, կրանք ասենք, ժողովուրդ ջան։ Այսօր քո ձեռքը ոչ մեկը չի կրա բռնի։ Այն որ այսօր Աստված խնդրում է, որ իր ժողովուրդը մաքուր, սուրբ, որպեսզի տեսնող ասեն, այո, դու քրիստոնյա ես, դու Հիսուսի աղջիկն ու տղեն ես։ Ժողովուրդ ջան, եթե մարդ ունի աշխարհի կերպարանք, երբեք այդ մարդուն չեն կրա ասել, որ դու այո քրիստոնյա ես, այո անուն եք, թե դու կենտան եք, բայց մեռած եք, ժողովուրդ ջան։ Սա ցավալի բան, եթե գիշում եք երեք նույնպես խոսացինք, Տիրոջ հոգին անանգա, Տիրոջ հոգին լացում է, ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնում, Աստծո հոգին լացում է իր ժողովրդի վրա։ Տիրոջ հոգին այնքան ցավ է, որ Աստծո ժողովուրդը իրան հագարակ է գնում։ Փոխանակ նմանվեն Տիրոջը։ Տիրոջ վերքերը համբյուրեն, Տիրոջ ոտքերը համբյուրեն, ասեն Տեր Աստված շնորհակալ ենք քեզանից։ Ժողովուրդ ջան, Սատանեն մարդկանց համար բարի չի արի, ինչ որ մարդիկ նմանվում են Սատանի ուզածներին։ Այս աշխարհը Սատանեն ապագանեց։ Այսօր մարդիկ նմանվում են Սատանի ուզած եւ Սատանին ուրախացնում, ժողովուրդ, չարին ուրախացնում են։ Չարես մը լավ ես, արի այս ջան, ինչ ես ուզում։ Եվ մարդկանց կերպարանքները փոխում է, որ Աստծո ստեղծած մարդուն փոխում է։ Յանի Աստված դու լավ չես ստեղծես մարդուն, այս քուրիկին դու լավ չես, եւ ամենիկը փոխում է կամ եղբայր, ժողովուրդ ջան, սա ցավալի բան Աստծո համար, գիտեք։ Աստված որ մարդուն ստեղծեց, նա ստեղծեց մարդուն քեզ մաքուր սուրբ աստված, սիրելի քույրիկ ջան, եղբայրներ ջան։ Աստված քեզի շատ ու եւ այդպես քեզ Աստված հավնում է։ Արևորը որ Տերը քեզ հավնում է, ոնց որ դու կաս։ Ժողովուրդ ջան։ Ինչ որ հիմա ասեց եղբայրներ, ժողովուրդ ջան, իմացեք, ավելի չար ժամանակներ կա։ Եթե այսօր դու կանգ չառար քո վիճակի, ժողովուրդ ջան, անդորեն այնքան մենք երեք եթե կարծես նա փնտրում է, նա մանագալը ումբրի կուլտա, ժողովուրդ, ինչն է կուլտալու մարդու մեջի հավատն է, մարդու մեջի հուսադրությունը բերի մարդուն։ Կոտրում է մարդուն ներսի հավատք։ Այո, դու շատ անգամ կարող ասես բաներ այդ քո պաշտամունքին է չլսես, ժողովուրդ ջան։
Մենք սասե գնում ենք պաշտամունքներ, լավ իմացեք։ Ես ըստ երկու տեղ հետում եմ Կիրակի պաշտամունքներ, բայց այն բանից որ Սուրբ Հոգին այս ընտանիքի մեջ անհանգստացած խոսում է, ել եմ ասում, սա Տիրոջ կազմված ընտանիքն է, Ժորժան։ Այս գրուպը որ կազմված Տիրոջով կազմված, եւ Տերն այս սրա հեղինակը, Ժորժան։ Այո, մենք սեղսել խոնարհվում ենք, այդ Տիրոջ արժև ենք խոնարհվում։ Հազար հոգել մարդ մենք բոլորը դի խոնարհվենք Տիրոջ ոտքերի տակ, որտեղ սա Աստծո ժողովուրդն եք դուք, Ժողովուրդ։ Եվ այսօր ինչ համար եղբայրս այո աղոթեք եղբայրության համար, Ժողովուրդ։ Շատ կարևոր է։ Սրա հեղինակը Տերն է։ Դա համար մենք ամեն բժշկություն այսօր առնում ենք, որ ինչ համար մենք այդ շաբաթօրը ձեզ բոլորի հայատները ուղղում ենք Քրիստոսին, որպեսզի մարդու հայացքը թեքվի ոչ թե մարդու վրա, այլ թեքում ենք դեպի Աստծու վրա, որպեսզի մարդը տեսնի իր բժշկությունը որտից է գալու։ Եվ ամեն բժշկություն որ կատարվում է, որ այո ամեն փառքը մեր Աստծունն է։ Մենք իր անպիտան զավակներ ենք, այդպես ասում Տերը։ Ինչ որ կանես, ասա ես անպիտան զավակ եմ։ Այո, ես պիտանի չեմ, Տերը, այն որ բարինը քոնա, դա սա քոնա, Ժողովուրդ։ Տերը օրհնի բոլոր, Ժողովուրդ։ Այո, մենք ունենք մինչև ուրբաթ ունենք պաշտամունք ունենք եւ շաբաթօր մենք ունենք աղոթքաժով նաեւ ունենք պաշտամունք, բժշկության պաշտամունք ունենք, Ժողովուրդ։ Այո, մենք տեսանք, որ շատ քույրիկներ բժշկվել են, շատ հոգիներ են բժշկվել, Ժողովուրդ։ Ես հավատում եմ նաև ես պաշտում եմ շատ քույրիկներ եւ եղբայրներ հոգեորապես դրանք բժշկություն են նրանք առել, Ժողովուրդ։ Ես հավատում եմ, որտեղ Աստծո խոսքը գալու է քո մեջ, նա պարապ չի մտնում քո մեջ, նա գալու է քեզ փոխելու, նա գալու է քեզ մաքրելու, որպեսզի դու այս աշխարհի կերպարանքը չակնես, Ժողովուրդ։ Եթե որ մարդը ուշադիր չեղավ, Ժողովուրդ, այդ մարդիկ, որ այսօր փոխվում են, այդ քույրիկները կամ եղբայրները, որ դրանք պատական չկան միական։ Այս մարդկանց կամացի սադանեն գալու է։ Այդ մռնչո առուց պես եթե երեք սա փարկասը որ մենք քարոզներ Ժողովուրդ, Աստված տվել է մեզ իմաստություն, խելք շնորհ կա տվել, որ մենք այդ քարոզները զապիս ենք Ժողովուրդ, մենք չենք բայ, մեր քարոզները գցում ենք ռուպայի մեջ, որպեսզի մեր քույր եղբայր նոյից մտնեն, լսեն այդ քարոզները, նոյից վերականգնվեն հիշողություններ իրան Ժողովուրդ, եւ Աստծուն փառավորեն, որ Աստված այս ժամանակներին այսպիսի քարոզներ է բերում է Ժողովուրդ։ Այո, հնարավոր շատ տեղեր թույլ չտան դու պես բան քարոզես։ Կկա ժամանակը Ժողովուրդ։ Կկա մենք ենակ ասենք այսօր կարա մեղքի էլ չքարոզեն մեղքը։ Այո, կկա այդ ժամանակը։ Քանի որ ժամանակները կա, քանի այսօր դու լսում ես Աստծո խոսքը Ժողովուրդ, փառք Աստծուն։ Ոնց Աստված ինձ ստեղծել է, ես շնորհակալ եմ իմ Աստծուց։ Ինձ պետք է ես ինձ վերափոխեմ, ձևափոխեմ։ Ինչ պետք է անձի, որ երկինք մտայ ձևափոխված դու չես մտել Ժողովուրդ։ Մարդիկ իշքան իրաց մարկինը, մարմինը դասավորեն, իշքան ձևավորեն, եսի ինչեր անեն Ժողովուրդ։ Երբ որ մարդը երկինք եթե մտավ երկինք, եթե մտավ Ժողովուրդ, նա այդ ձևափոխված չի կրա մտնի Ժողովուրդ։ Այդ մարմինը պետք է թողա երկրի վրա։ Այո, մարդին եկան զարտարում ես, մի օր այդ մարմինը կխնդա այս մարդու վրա, հեսա ով մարդ, նուժել դու խել չունես ներող կնես Ժողովուրդ, դրանցի լա վերաբերվում։ Այդ ցավալի երբ որ մարդը կանգնի Տիրոջ Տերը ասա եդիս կնա ես քեզ չեմ ճանաչում սա ցավալի բան է Ժողովուրդ։ Մենք շատ անգամ ասում ենք որ Տիրոջ հոգին անհանգիստ քանի տարիներ է որ Աստված այս վերջին անհանգստացած իր ժողովրդի համար Ժողովուրդ մարդիկ փոխվում են հավատքի մարդիկ։ Նայում ես մարդիկ պաշտամունքներ են գալում ալելույա սլավա Բոգու փառք Հիսուսին։ Երկուս իրեք քանի մարդը որ նոր է իրան ներսը այդ այրունը երրում է Քրիստոսի կյանքը երրում է ամբողջ կյանքս կդամ քեզ Հիսուս ջան ամբողջ կյանքս քեզի կնվիրեմ բայց 1 2 3 որ մարդը ուշադիր իր հավատքի կյանքի մեջ թե ինչպես է ինք աճում այնական եղբայր խոսում է ինչ ես դու այսօր ցանում ինչ ես դու խոդա եղեգա ոսկե ինչ ես այսօր քո կյանքի մեջ ցանում ինչ ես սերմանում քեզ այ որ տեսնում ենք մարդիկ գալու են ուշադիր իրենց կյանքի համար Ժողովուրդ Մեկ է տեսնում ես մարդը փոխվում է։ Ես հիշում եմ մի քանի տարի երբ որ պես երևի քարոզ կար Պավել Աղբերի։ Երբ որ Պավել Աղբեր հիվանդանոցում հիշում եմ ցած տեսա մի քույրիկ էր մոտիկ նմասում Պավել Աղբերն ինձ չես ճանաչում, դե խես Պավել Աղբերն այմա հավատքի կերպարանք չկա այդ քույրիկի վրա Ժողովուրդ որ ճանաչի եղբայրը։ Եթե անհավատին դե խես ինչ ճանաչի, գոնե քույրիկն կարող է ինչ-որ բան։ Ասում է չի այ աղջիկ ջան Դու ասում այ Պավել, ես այն քույրիկն եմ, ասում բայց ի՞նչ է քո վիճակը։ Մազը կտրված, քսված, դու նման չես, անգաջուր Ժողովուրդ։
ասում այ Պավել աղբեր դու ես խել կինես, յանի 20 մետրն է, այ Պավել աղբեր ջան, ժողովուրդ ջան, իրապես սատանան էսպես է մարդկանց սարկում։ Ժողովուրդ ջան, սա Աստված տվել է ինձ ու քեզ ազատ կամ ուզում ես ընդունա, ուզում ես մի ընդունա, ժողովուրդ ջան։ Բայց Աստված ինչ ասում է, ես քո դեմ դրեմ երկու բան, կյանքը եւ մահը դրել այսօր Աստված իմ ու քո ձեռքն է, գիտեք ժողովուրդ ջան։ Աստված այդ կյանքը մա դրելա քո ձեռքը, դու պետք է ընտրես, որն ես ուզում ես երկրի վրա։ Կյանքը թե մահ, եթե մահն ես ընտրում, դարտեն այդ քո գործերը իմ մեր գործերը համապատասխան ժողովուրդ ջան։ Որքան մենք բերանով ասենք Հիսուս ջան, կյանք ենք ուզում, բայց մեր գործերը չի համապատասխանում, ժողովուրդ ջան։ Դամար Աստված օրհնի ձեզի, ժողովուրդ ջան, իշքան կարակ նվիրվեք Աստծուն։ Ես հավատում այն մարդը, որ նվիրվավ Տիրոջը, Աստված այդ մարդու կյանքը ավելին պետք է փոխի, ավելի սրբացնա, այս մարդը պետք է ավելի ձգտի սրբությունից սրբուսմատո սուրբը ավելի սրբանա, ժողովուրդ ջան։ Ավետան ասում է, թող սուրբը ավելի սրբանա, եթե ես ու դու սուրբ ենք, մենք ոնց կարանք սրբանալ։ Եթե որ մեր նարսը ձգտում է այս աշխարհը, նմանվում ենք այս աշխարհին, մենք եթե որ այնքան մարդը, գիտեք ինչ է, եթե մարդը մեկին տեսավ, ինչա՞ շատ անգամ մենք արկելում ենք այդ բանը եղբայրությունը, որտեղ հնարավոր է այդ վիրուսը մտնի մյուսի մեջ։ Տեսա որ այս եղբայրը քուրս պես է հագնվում, 1, 2, 3, մեկը տենում ես արդեն մյուսերում։ Ինչ է, վայ քույրեմ, դες նայեց են քույրին, բա խես նայ մենք քույրին։ Դա մա շատ անգամ Աստված կանգնեցնում է այդ մարդկանց։ Այո, այդ վիրուսները պետք է Տերը կանգնեցնի եկեղեցու մեջ, ժողովուրդ ջան։ Եթե վիրուսը մնավ, դες այսօր մենք գիտենք, այսօր մարդիկ իրաց ընտանիքների մեջ հիվանդանում, մեկը հիվանդանում է, մյուսը արդեն հիվանդանում է։ Այսինքն վիրուսը վարակում է մյուսին։ Ինչու՞ որ Աստված չուզում իր ընտանիքի մեջ վիրուս մնա, ժողովուրդ, Աստված այդ վիրուսները պետք է մաքրի եկեղեցին։ Այո, այն մարդիկ, որ Աստծուց դուրս են գալու, այս մարդիկը նմանվեն եղավ խաբարի ժողովուրդ աշխարհին։ Որքան ուզում ես Աստծուն փարտուր, շատ անգամ տեսնում ենք, որ մի քույրիկ, երբ որ մի սաղին գոժամ վիավորում է, նեղացնում է քույրիկներին, համպատվում է, չարությունը, հետո գալում ասում է ալելույա Հիսուս ջան, ասում է քո այդ ալելույան ումն է պետք է սիրելի քույրիկ ջան։ Այդ քո ալելույան Հիսուսին պետք չի։ Բա դու չես տենում քույրիկին արդեն նսեմած է, տարօրե վրև անցել է դու այսօր։ Այդ քո ալելույան ումն է պետք է ոչ ժողովուրդ ջան։ Աստված դες ալելույաներ չուզում մեզանից։ Աստված մեկ ասում է, ինչո՞մ է, երբ որ քուր եղբայրը կարիք ունեն, երբ որ դու չես կամ իրանց օգնես, գոնե մի աղոտ կանես։ Գոնե լացես իրանց համար, իրանց հոգսերի համար։ Այո, մենք անգամ մենք ժողովուրդ ջան, շաբաթը ունենք մենք բժշկական պարով, եթե ես հիվանդ եմ, ես պարտավոր եմ մտնեմ եւ աղոտեմ իմ քույր եւ ով որ հիվանդ է, ես պարտավոր եմ ժողովուրդ ջան։ Թեկուզ ես հիվանդ չեմ։ Ինչ կապ ունի։ Բա վաղուց որ Աստված չի տեսնում այս ամենը, ժողովուրդ ջան։ Այո, Աստված տենում է, որ այս քույրիկը իր աղջիկը հիվանդ չէ, բայց նա մտել է այդ օրը գոնե աղոտի իր քրոջը, այսօր այնքան հիվանդներ մենք ունենք գծի մեր ժողովուրդ ջան։ Այո, ասում է ցավ քաշուին գիտա ժողովուրդ ջան։ Այն մարդը, որ ինքը դժվարության մեջ է, ինքը քո կարիքը դունի աղոտքի։ Շատ անգամ մենք գրում ենք գրուպայի մեջ գրում է աղոտեք իմ հոգսի համար, աղոտեք իմ հոգսի համար, աղոտեք հիվանդություն, աղոտեք իմ անապաշխար ընտանիքի համար, չեն գրում ժողովուրդը, ժողովուրդ ջան։ Որտեղ այս մարդիկ կարիք ունեն։ Կարիք ունեն, որ դու աղոտ կանես իրանց համար։ Աղաչան ժողովուրդ ջան, աղոտք այնքան մի հատ զորություն ունի, որ շատ անգամ մենք աղոտքը գիտենք մի հատ սովորական բան է, մի հատ աղոտեցինք, ալելույա, վсё։ Այդ աղոտքը հանգած քո շրթունքից դուրս ելավ հավատքով, լավ իմացի, նա հասնում է մինչև Տիրոջ ոտքերի մոտ մատուցանում է քո աղոտքը։ Շատ անգամ ասում ենք մայրեր, միգուցե այսօր շատ մայրեր աղոտում իրանց զավակների համար, միգուցե շատ մայրեր չտեսնեն այդ Տերը տանի երկինք կամ հայրերին, բայց կգա ժամանակը այդ քո աղոտքը եթե քո սրտի խորքից դուրս եկե, եթե դու աղոտես քո երեխեքի ապաշխարության համար, լավ մած, այդ աղոտքը օդի մեջ չի ցնդում։ Այո, կարող մենք մահանանք, կարող ոչ թե մահանանք, մենք կարող փոխվենք, գնանք երկինք, Տերը տա, հավատարիմ մնանք Աստծուն, ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի բոլոր ժողովուրդ ջան, այնքան ցավալի բան է, ինչու՞ որ այս վերջին օրերին Տերը շատ ու շատ իրեր ժողովրդի համար։ Որտեւ Աստված գիտա, որ կգա ժամանակը ավելի չար ժամանակ կա ժողովուրդ ջան։ Շատ անգամ որ նայում ես մարդուն, ասում են Տեր Աստված, էսի աղջիկա թե տղա է։ Ժողովուրդ ջան, իրապես եմ ասում, շատ անգամ որ մարդուն նայում ես, սատանան այնքան մարդկանց փոխե, որ այսօր չես եկել տարբերես, տղա է թե աղջիկա, ժողովուրդ ջան։ Սա ցավալի բան եք ասում, գիտես ժողովուրդ ջան։ Աստված քեզի ոնց ստեղծել է, դու էցև հաճելի ես Աստծուն։ Սիրասո ժողովուրդ ջան։
Եվ այսօր մենք ինչ ենք անում, այսօր մենք միանում ենք Տիրոջը, փառավորում ենք, մենք ասում ենք ուզում ենք, որ մեր հորը հաճելի գտնվենք, որ քո հայրդ ուրախանա քեզանով։ Դու չես ուզում, իմ քույր եղբայրներ ջան, չեք ուզում, որ ձեր հայրը ուրախանա։ Ինչու ենք մենք տրտմեցնում մեր Տիրոջը, ինչու ենք մենք ցավացնում մեր Տիրոջը, ժողովուրդ ջան։ Այո, շատ անգամ մարդիկ իրանց գործերով, իրանց առաջ չարություններով, ժողովուրդ ջան, ցավացնում են Տիրոջը։ Տերը օրհնի բոլորի ժողովուրդ ջան, Տերը օրհնի իրապես հավատքը խաղալիք չէ, այսօր խաղցար վամսոր կթապես ժողովուրդ ջան։ Հավատքը լրջություն ունի։ Հավատքը լուրջ մարդկանց համար որ լրջություն են սիրում, ովքեր սիրում են Տիրոջը, ովքեր սիրում են նմանվել Աստծուն, ժողովուրդ ջան։ Դամար Տերես օրհնի, շատ անգամ ասում ենք ժողովուրդ ջան, շատ անգամ մարդը այս երկրի կրա մերժի Աստծուն, կրա չավադա, ինչ զնանի, իր ուզած անի երկրի վրա, իր մարմինը ձևավորվեցի մինչև սարքում էր այս մարմինը ժողովուրդ ջան, ոնց որ այս մարմինը իրան հավիտյան մնա։ Ասում եմ ժողովուրդ ջան, այն աշխարհում ընդեղ քո կամքը չկա, լավ իմացեք։ Երբ որ մարդ ես հենց մարմնից դուրս եկաք, ժողովուրդ ջան, մենք դուրս եկաք, չէ, լավ իմացեք, ընդեղ իմ ու քո կամքը չկա։ Ընդեղ էլ չի ասում Տերը դու ոնց պիտի անես, ընդեղ համապատասխան պայմաններ կա մարդ։ Եթե երկինք մտար, Փառք Հիսուսին, ընդեղ համապատասխան կյանք կա քեզ համար։ Ընդեղ իմ ու քո կամքը չկա։ Այս երկրի վրա Տերը դե մարդուն ազատ կամ։ Ինչու՞ համար Ադամ եւ այն ազատ կամք է, ժողովուրդ ջան, Աստված չբռնացավ մարդուն։ Այո, Աստված քո կամքին չի բռնանում, սիրելի քույրիկ եղբայրներ ջան։ Աստված մեր կամքին չի բռնում, նա պրոստը աղաչում է մեզ, խնդրում է, որ մենք փոխվենք, մենք նմանվենք Տիրոջը, որպեսզի մեր հորը նմանվենք, որ մեր հայրը տեսնի ուրախանա մեզով, ժողովուրդ ջան։ Ինչու չեք ուզում ձեր հորը ուրախացնեք, որ իր կյանքը դրած իմ ու համար այրուն թափեց։ Երկիրը թողավ, երկինքը թողավ, եկավ մարմին հակավ, որպես այս մարմնի մեջ ապրի իմ ու քո համար, քո մեղքը դվեց եւ գամի խաչի վրա։ Եվ հանգարց տեսնում ես մարդիկ, այո, իրապես անշնորհակալ են գնում մեր Աստծո համար, ժողովուրդ ջան։ Քո հորդ համար անշնորհակալ են գտնվում։ Հայրը որ իր ամբողջ կյանքը դրեց քո համար, երբեք ու մեղքը քո ճատկին, ժողովուրդ, երբ որ դու նայես ինչքան մեղքեր ես գործել։ Շատ անգամ մարդիկ ասում են եղբայր ջան, ես չեմ փրկվի, ինչ եղե։ Այնքան մեղք են գործել, ինչ անենք, սասեր մեղք են գործել, ժողովուրդ ջան։ Դա մարդու Աստծուն փառավորի քո հորը, որ հայր իր որդուն չխնայեց իմ ու քո համար, խրգեց այս երկիրի վրա եկավ, որ այս երկիրը գա մարդու մեղքը վերցնա ու շատ անգամ մարդիկ ասում են չենք հավատում Աստծուն։ Հավալի բան է, ժողովուրդ ջան։ Համար Աստված այսօր ավելի շատ ուշադիր իր ժողովրդի համար, սիրելի քույր եղբայրներ ջան։ Աստված այնքան ուշադիր է, դամար Հովանու 3:16 Աստված այնքան սիրեց աշխարհը, որպեսզի ամեն անոր հավատացողը չկորսի, ժողովուրդ ջան։ Շատ անգամ երբ որ կարդա Տերը այնքան օրհնյալ բացեց, ասում եմ Տերը, եթե մարդը հավատացել է, խիբլի կորսվի, ժողովուրդ։ Այո, մենք տեսնում ենք շատ հավատացյալներ կորսվում են, ժողովուրդ, եւ շատեր այսօր շատ այսօր նրանք դժոխքում վարվում են, ժողովուրդ։ Սա ուրախալի բան չէ, սա ցավալի բան է։ Դամար Աստված մեզ ուժում է, որ դուք մի գնացեք այնտեղը, որտեղ հավիտենական կրակ է, ժողովուրդ ջան։ Դամար Տերես օրհնի, ժողովուրդ ջան։ Տերես օրհնի, որ դու լսում ես քարոզները, այս պաշտամունքը, սա կենտանի պաշտամունքը, օրհնյալ պաշտամունք, որ Տերը խոսում է իր ժողովրդի հետ։ Պատկերացրու դու տունը նստած Աստված խոսում է քո հետ։ Քո տանը մեջ Աստված անձամբ քեզ հետ խոսում է։ Շատ անգամ ասում եմ քույրիկ ջան, Հիսուսը քեզ սիրում է։ Ասում է եղբայր ջան, սաղին էլ սիրում, ասում այ քույրիկ ջան, սաղին թող։ Երբ որ Աստված քեզ անադական ասում, դու պատահ քո երեխուն ասում ես, Ազիզ ջան, դա անուն ես տալիս, ես քեզ սիրում եմ, ասում է, դե սաղին էլ սիրում ես, պապա ջան։ Այ չէ, ոչ, այժմ ես քեզ եմ անձամբ ասում։ Հələ քո անունը դիր, եւ որ Աստված քեզ ասում է քո անունով, ես քեզ սիրում եմ։ Բայց դու հարց չես տալու, Տեր Աստված, ես ինչ եմ բարի դու ինձ սիրում ես։ Որ բանից համար ես սիրում։ Ինչ լավ բան ենք արել, որ Տերը մեզ սիրում է, ժողովուրդ ջան։ Այո, մենք ինչ արեցինք մեր Տիրոջը։ Ամենավերջին խաչեցինք Տիրոջը, ամենաանարգանք բերեցինք մեր Տիրոջը, ժողովուրդ ջան։ Բայց Աստված երբեք քո մեղքը քո ճատկին չի խփում։ Այո, եթե այս մարդը մի բարի կես, միտը այս մարդը չի գրադում, այս մարդը այդ չերած միակամից ճատկի տալում է։ Այս կամ բարություն, այս կամ բարի կարծի մի հատ չես գնադում մերածը, ուրացարի մերածը։ Ոչ, մարդը սա է։
Բայց Աստված երբեք սկան տարի ես արդեն հավատքի մեջ եմ Ժորժան Աստծո առաջ եմ ասում եւ ձեր առաջ։ Սկան ժամ մի օր Աստված իմ մեղք իմ ճատկին չխփեց։ Աստված ամեն մեկը դաժե դու մեղանակ քեզ համար լացում ասма ծածուկ տեղ հոգին մանական լացում է քո համար իմ համար լսում եք Ժորժ ջան։ Նա լացում է, նա չի խփում մեղքը քո ճատկին։ Եթե մենակ սատանաս մենք կան մեղք ես գործ Աստված էլ քեզի չի ներում։ Մարդիկ հավատում են Ժորժ ջան։ Մարդիկ սդության ավելի շատ են հավատում, քան Աստծո խոսքին։ Աստված մը մինչև աշխարհի վերջ քեզ հետ եմ, սիրելի աղջիկ ջան, տղա ջան։ Այդ մարդը չի հավատում։ Տենաս Աստված ինձ ներում է, թե չի ներում։ Աստված ինձ սիրում է, թե չի սիրում, Ժորժ ջան։ Սա անհավատությունը, սա ցավալի բան է, Ժորժ ջան։ Երբ որ դու հաստատություն չունես քո կյանքի մեջ, որ Աստված քեզ սիրում է, Ժորժ ջան։ Եթե մեղանչել ես, գնա Տիրոջդ առաջ, զղջա, ողջ բար ապրի։ Փոխվի քո կյանքը Տիրոջ առաջ։ Պայմանը դրած դիրեք քո առջև։ Դամար Տերես օրհնի Ժորժ ջան, Տերես օրհնի վերջին օրերին շատ կարևոր է Ժորժ ջան։ Այո, սա տեսադաշտ է։ Իրապես տեսադաշտ է, որ դու տեսնում ես Ժորժ ջան։ Ինչը մեր շատ Աստված Հակուկաբին նայում է Ժորժ ջան։ Շատ անգամ մարդիկ մեն Աստված քո Հակուկաբին չի նայում։ Այսօր ինչ համար մարդիկ էսև են մտածում Ժորժ ջան։ Ինչ համար տեսնում ես մեն այս քույրիկը գլխաշոր է գծած, մեղանջում է, բամբասում է։ Ես չեմ գծել, չեմ բամբասում, չեմ Ժորժ ջան։ Ինչ համար մարդիկ սա նայում են։ Ասում եմ, լսա սիրելի հոգի։ Եթե մարդը գլխաշոր գծել է բամբասում, չի նշանակում դու պիտի գլխաշոր չգծես ու չբամբասես կամ չբամբասես Ժորժ։ Եթե չի ասում որ գլխաշորը քո գլխից չի անելու Աստված։ Եթե դու գլխաշոր ես գծում, դու այո մի բամբասա, մի արես չար բան։ Բայց որ գլխաշորը վեցանում քո։ Եվ հաջորդ մարդիկ որ տեսնում ես մարդիկ, այս մարդիկ յուբկային հագնում, քուրիկները բամբասանքենում Ժորժ ջան, իրապես կան։ Կան մարդիկ յուբկեն հագնում են, սիրում, բայց բամբասանք, չարություն անում են, նսեմացնում են, որ նստելով ամեն բան փոխանակ Աստծո խոսեն, բամբասանք են անում։ Ստից ընդից գնում ելնում է դուրս են գալ Ժորժ ջան։ Դա չի նշում Աստված մա յուբկա բդի չակնես դու սիրելի քուրիկ, եթե այն քուրիկը բամբասանք Ժորժ ջան, Աստված պես բան չի ասում։ Աստված իր օրենքը չի փոխում իր ավետարանը Ժորժ ջան, լավ իմացեք։ Չի ժամ այդպես քույրիկ ենք յուբկա հակա բամբասենք ու ես կրամ շլվար հագնեմ չբամբասեմ Ժորժ ջան։ Աստված այդ օրենքը չի հանե իր եկեղեցու Ժորժ ջան։ Պարս մատոկինը տղամարդը Ժորժ ջան, տղամարդն էլ կանա Ժորժ ջան։ Դամար Տերես օրհնի Ժորժ ջան, ինչ համար այսօր սատանան ինչ տրյուկներ ա բերե։ Շատ անգամ ասում են եղբայր ջան, սա կանանց շլվար է։ Ես մի հատ քույրիկ երբ որ մահանում է հուկին տանում ասում է կակրած այդ շլվարի տեղ ասում է սատանեն կանգնած էր։ Կանչում էր արեք, լնեք կանան շլվար, արեք հակի Ժորժ ջան։ Տերես օրհնի Ժորժ ջան, Տերես օրհնի, որ իրապես վերջին ժամանակ Ժորժ ջան։ Ախր այսօր ես ու դու չգիտենք ինչքան պետք է ապրենք, գիտեք Ժորժ ջան, ինչ ցավալի է։ Կարող այսօր դու երիտասարդ ես, կարող մենք լետեր տարիքներ կան չենք։ Մարդիկ մտածում են գիտես ինչ կա, եղբայր ջան, երիտասարդ եմ, կյանքը դեմն է, այ աղբեր ջան, քուրիկ ջան, դու ինչ գիտես ինչքան պետք է ապրես ես երկրի վրա։ Այսօր այնքան երիտասարդներ են մահանում, այնքան նոր երեխեք են մահանում Ժորժ ջան, ետում են երկինք։ Քո կյանքը մեր ձեռքերի մեջ է Ժորժ ջան։ Որքան կուզենամ կապրեմ, ուզենամ 50 տարի, 60 տարի, ոնց որ մարդը իր կյանքը իր ձեռքերի մեջ ուզում է կան կապրի Ժորժ ջան։ Դամարս մա ձեր օրերը վախով անցուցեք Ժորժ ջան, վախով պիտի անցնես դու։ Երբեք չնայես շատ անգամ Ժորժ ջան, ես իմ կյանքի մեջ մի բան եմ սորում ասում։ Ասում եմ ժողովուրդ ջան, ով ինձ ձև ուզում է հագնվի, դա իր գործն է։ Ուզում ես շորտի կապվի, եղբայր ջան, ես չեմ հագնում Ժորժ ջան։ Ես այդ բանը չեմ սիրում, ոչ էլ իմ ասունը հաճելի։ Ով ուզում է հագնի, դա իր գործն է Ժորժ ջան։ Մենք չենք գրա մարդկանց զաստավեն։ Աստված սիրով խոսում է, ասում է Ժորժ ջան։ Եթե մարդը չի լսում, հետո էնա։ Ում ես վնաս անելու Ժողովուրդ ջան։ Ես հիշում եմ, մի եղբայր, սպասավոր եղբայր, գալու է մի ընտանիքին այցելության եւ երեխա անում, քույրիկ երեխա Ժորժ ջան։ Այնքան օրհնյալ, երբ որ Աստված խոսում է, ինչ որ Աստված շատ միջոցներով խոսում է, հիմա էլ խոսում քո սրտի Աստծո Ժորժ ջան։ Նա խոսում է քո հետ։ Այո, ինչպես եղբայրս շատերի ագաժները փակված է, եթե ինչ մեկ ենական ես նույնպես խոսում, ինչ որ շատերի ագաժները փակ է, որ Աստված խոսում է, մարդը չի լսում։ Կկա քո անգաջի դեմներ խոսա, բայց դու չես կարող լսել։ Ինչ որ որտեղ ագանջդ փակվել է։ Այս աշխարհի կեղտերի մեջ այնքան էս տվե բամբասանի չարության, այս աշխարհի այդ ագանջները փակված է, այլ Աստծո խոսք չես կարող լսել։ Մինչև չմաքրես սրանք, մինչև չզղջաս Տիրոջ առաջ։
Հիշում երբ որ մի եղբայր նստած էր, վերջը հաց էին ուտում, բայց ես եղբայրը, սպասավոր եղբայր, իր սրտի մեջ արդեն դրել էր, որ ես պիտի շորտիկ հագնեմ։ Այս երեխան ինչ պիտի իմանա ժողովուրդ ջան։ Արդեն սրտի մեջ էր, ոչ մեկը չէր հայտե։ Եվ Աստված այս երեխու միջոցով խոսում է, այս եղբորը սպասավորին ասում։ Ասում է ինչքան լավ է, որ մեր եղբայրը շորտիկ չի հագնում մեր սպասավոր աղբերը։ Ու ինքը լսում է, գիտեք ժողովուրդ ջան։ Աստված այս երեխու բերնով խոսած իր ինչ լավ է, որ մեր եղբայրը բայց իր սրտի մեջ արդեն դրել էր, որ ալե ժողովուրդ ջան։ Փառք Աստծո, որ Աստված կանգնեցնում է մարդկանց սխալները ժողովուրդ ջան։ Այո, Աստված քեզ սիրում է։ Շատ անգամ քո սխալը Տերը կանգնեցնում է, քեզ սիրելով այնում։ Այնքան պիտի ասուն փառտած, որ Աստված դաժե քեզ հանդիմանում է, քո մեղքի համար հանդիմանում է, սխալի համար հանդիման, ասում դի փառտած, որովհետև դուք որբեր չեք մենք ժողովուրդ ջան։ Դուք Աստծո զավակներ եք։ Համար Տերը սորտնից մի փոքր տեղ կկարտամ Աստծո ժողովուրդ ջան։ Գոհացրեք Աստծո ժողովուրդ ջան, օրհնեք քո հորը, քո Աստծուն փառավորի։ Այն որ դու ապաշխարում ես, դա Աստծո շնորհքն է։ Ես ում 106 Սաղմոսը կարտամ մի քանի խոսքեր ժողովուրդ ջան, 106 Սաղմոս Տերը օրհնի բոլորի դեր։ Վերնագիրը Տիրոջ բարությունը իր ժողովրդին, ժողովուրդ ջան, ուշադիր ենք։ Տիրոջ բարությունը իր ժողովրդին։ Այս որ Աստված խոսում է եղբայրների միջոցով, ժողովուրդ ջան։ Տիրոջ բարությունը իր ժողովրդին, Աստված իր ժողովրդին բարին ասում ժողովուրդ ջան։ Աստված մարդուն չի ձևափոխում ժողովուրդ ջան։ Աստված ոնց մարմինը ստեղծեց, ինքը դրան հավնում է։ Ասում է մերգենք եկե, մերգը պիտի գնանք այս աշխարհ ժողովուրդ ջան։ Այս մարմինը լավ իմացեք, ոչ մեկը իր հետ ինչքան ուզում են զարտարեն, ձևափոխում են, ինչպես եղբայրը, չէ։ Անես բաներանում դաժե տենում զարմանում, զեն հավատքի մարդ է ժողովուրդ ջան, անհավատ է, չէ, հավատքի մարդն է։ Լավ որ զարտարեց դրա ոբամսոր կթափես, ժողովուրդ ջան, դա մեզի պետք չէ, զանզում դի գցենք էտանք այս մարմինը։ Հազնում են հողին։ Всё, էդի չորացավ, էլ քու կաշիդե չի մնում, միշտե չիմ սաղ փոշի հողա տարու ժողովուրդ ջան։ Այս հողին սկանոր զարտարում ես օգուտ այդ որնակու։ Դրա տեղը հոգից զարտարա, Տիրոջ խոսքով զարտարվի, որ այդ հոգին բդի մտնի երկին։ Տեսորդի ժողովուրդ ջան։ Առաջի խոսք 106-ի առաջի խոսքը ալելույա գոհացեք Տիրոջ մեն, վասնզի բարի է։ Դու դա տեսնում ես, որ Աստված բարի է քո կյանքի մեջ։ Սելիք ու եղբայրներ ջան։ Դու տեսնում ես, թե չես տեսնում։ Աստված քեզի ոնց ստեղծել է, նա բարի է ժողովուրդ ջան, Աստված քեզի թերի չի ստեղծել ինձ ու քեզ ժողովուրդ ջան, լավ իմացեք։ Շատ անգամ ասում են, չի Աստված ջան, դու մեկից թերի ես, կարելի ես մեկից ձևավոր եմ ընձի։ Ժողովուրդ ջան, Աստված քեզ թերի չի ստեղծել։ Ոնց կաս, ամենագեղեցիկը դու ոնց կաս, պես Աստծո առ դու գեղեցիկ ես ժողովուրդ ջան։ Իսկ շատ անգամ մարդիկ իրանց ձևով մենք Աստծո առ դու այդ վաղ գեղեցիկ չես դառնա։ Աշխարհամար գեղեցիկը դառնաս, բայց Աստծո առ դու գեղեցիկ չես լինի։ Աստված քեզի ոնց ստեղծել է, նա քեզ հավնում է։ Ժողովուրդ ջան, Աստված ձևակերպում է մարդուն իր մոր որովայնի մեջ քեզ արդեն Տերը ձևակերպել է։ Ամեն բան Տերը կարգու կանոն է դրել մարդու մեջ։ Նա քեզ էցև հավնում է, ոնց կաս։ Հələ մի օր երբ որ գկաս ինքը զինքի մի օր մտածա, ասենք վերջը Տեր Աստված կան եղբայրների մեջ դու խոսում ես Տեր ջան։ Այո, ես հավատում եմ, որ դու ինձի թերի չես ստեղծել։ Կարող շատ մարդիկ տեսնեն սենան դու գեշ ես խոսքի եղբայր ջան ինձ ասի, իմ վրա վերցեմ խոսքի ժողովուրդ ջան, չէ։ Հա բայց դու Աստծո աշխարհում գեշ չես ժողովուրդ ջան։ Ոնց կաս, էդ ես դու եկե Տեր Աստված, ահա ոնց ստեղծել ես եմ Հիսուս ջան։ Ես շնորհակալ եմ քեզանից հայր։ Կարևորը որ քեզ ճանաչում եմ, ժողովուրդ ջան։ Նամասը ալելույա գոհացեք Տիրոջ մեն, վասնզի բարի է, վասնզի անոր ողորմությունը հավիտյան է։ Ասում Աստծո ողորմությունը քո կյանքի մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ ջան, հավիտյան է Աստծո ողորմությունը քո կյանքի մեջ։ Նրա ողորմությունը շատ թանկ է քո համար։ Որ Աստված ժողովուրդ ջան, մարդուն իր մեղքի պատճառով միանգամից պատիժ չի անում։ Այո, գիտեք, մարդկանց մեջ այնքան չարություններ կա ժողովուրդ, այնքան բաներ են ես լսում, շատ անգամ մենք մարդիկ չենք կրում դրանք տանենք ժողովուրդ ջան։ Շատ անգամ մարդիկ այդ չարությունը առած գցում են վիդեո։
Մի օր մի եղբայր պես ինձ վիդեո էր գցել, Ժորժ ջան, միագին բռներ են, խաչում են, սպանում են, դու ինչ ես անում, ասում եմ եղբայրը քեզ գցեն ձե ցավալի բանը։ Ոնց ես խախտես դրանով, Ժորժ ջան։ Այո, մարդիկ այդ վիդեո սադան են սարքում, գցում են մարդկա, դե նայեք տեսեք, Ժորժ ջան։ Մարդկանց սպանում են, մարդկանց մորտում են, գցում են վիդեո դու նայես։ Ու մարդիկ նայում են, Ժորժ ջան։ Դա սատանայի գործերը, եթե դու նայեցի, դու չարությամբ կլսվես։ Տվյալ մարդուն կարող դու դաժե անիծես։ Որը իրապես երբ որ դի գցել են մարդուն պարգած են խաչում են, դու ինչ չեն ես խեշ մարդուն, Ժորժ ջան։ Էքսել են վիդեո ձեր են գցես, մի մարդ ինչ ես ինձ գցում։ Սա ինչ լա բարի բար դու ինձ ես գցի։ Սա չարի կա։ Բայց ես որ նայեմ, ես ու կայս իմ վեճը մարդ են խավի, Ժորժ ջան, սա մարդը երկա չի մի Ժորժ ջան։ Սատանայի գործը սա է, նա մի հատ անում է ու գցում է մի հատ էկրանի մեջ է գցում։ Մեկ էլ հավատացյալը շատ անգամ փոխածում ենք, elə եղբայրը նայես ինչ մարդ է սպար, մարդ են ուդում։ Ժորժ ջան, սա ցավալի բան է։ Տերը ողորմ է։ Մենք գիտենք, բան միսոր բոլորը պիտի Աստծո առաջ չեն պայմի։ Ուզում է պրեզիդենտ լինի, ով ուզում ես եղի։ Լավ իմացեք, բոլորը մի օր Աստծո առաջ պիտի կանգնեն։ Կարո՞ղ է թիկնապաններ մարդը շատ ունեն։ Այն կան թիկնապան ունեն Ժորժ ջան, բայց Աստծո մոտ մի օր կանգնավ, այդ թիկնապանները դրանք փոշի կսարկի ասա Ժորժ ջան։ Ինչպես Սոդոմ Գոմորը, ինչ Սոդոմ Գոմորը Տերը վերացրեց Ժորժ ջան։ Այդ երկու քաղաքը Ժորժ ջան փոշի սարկի, այդտեղ էլ բնություն չկա։ Ամենագեղեցիկ քաղաք Սոդոմ Գոմոր, որ Աստված վերացրեց Սոդոմ Գոմորը։ Այսօր Սոդոմ Գոմորը մարդկանց մեջ արդեն Ժորժ ջան։ Այո, այդ Սոդոմ Գոմորը այսօր մարդկանց մեջ մտել է։ Այո, մարդիկ դուրս եկան Սոդոմ Գոմոր, բայց իրանց մեջից էլի դուրս չեկավ։ Այո, մարդ երբ որ գալու է ապաշխարում է շատ անգամ այդ Սոդոմը թողում է իր մեջ Ժորժ ջան։ Ես մի օր մի եղբորս մեմ եղբայր ջան, լավ որ ապաշխարի այդ աշխարհի երկը խես պայք երախուսում է։ Այ եղբայր ջան չեմ լսում, թող մնա, այ ախպեր, եթե չես ում աշխարհի երկը, բա խես պայք երախուսում է, ինչ համար ես պայում։ Այսօր չլսեցի վաղ, բայց այն միսոր սադանեքս այ մատեն մի հատ լսա մարդ չկա ստե։ Մի հատ միասին լսում ես, մի հատ եղբայր չկա չի լսում։ Ժորժ ջան, դա մարդ էր ուզում այդ Սոդոմ Գոմորը մարդու մեջից հանա։ Սա պետք չի քեզ Ժորժ ջան, ասա չուզում սա մնա քո մեջ։ Այո, շատ անգամ մարդիկ ծաղծուկ մեղքը սիրում են Ժորժ ջան, պայում են։ Այ եղբայրներ չի տեսնում, ոչ մեկը չեն տեսնում։ Ախր Աստված է տեսնում քեզ Ժորժ ջան։ Դամար Աստծուն փառավորի, որ Աստված այսօր այս օրերին մեղքն է քարոզում։ Մեղքից ուզում է մարդկանց ազատի Ժորժ ջան։ Այո, շատ անգամ սա չեն քարոզում։ Շատ անգամ պահում են։ Ես անգամ երեկը խոսա, չես ենք, երբ որ մի խարիզմատ, երբ որ իր այդ որ խոսում է, Միրայ ախպեր ջան, պատկերացա 6 օր ես խեշ տղեն, հիվանդ, տակության մեջ պարգել էր, Ժորժ ջան, մարդը հիվանդ էր։ Ասում այ Արմեն ջան, երբ որ գնացի պաշտամունք, 6 օր պարգեր հիվանդ ես մարդ գնացել էր պաշտամունքի Ժորժ ջան, երբ ասում խարիզմատ մենք չենք, իրանք են իրանց անում, դա ինչ որ բան նշանակում է։ Կամ բապտիստներ Ժորժ ջան, մենք դրա համար չենք ուզում։ Ասում երբ որ գնացի պաշտամունքի, ասում ես իրանց սպասավոր եկավ ասել, իա, այ ախպեր ջան, ես 6 օրա չկաս, ուրա քո տասանորդները։ Հարասմա չիսից մի հատ մեռած է, սաղ է, Ժորժ մարդկանց ուշքի միտքը դրանց փողերն է, բայց մարդկանց ուշքի մեջ էս մարդը հավատքի մեջ կայգուն է, մեռած է, ինչ խա էս մարդը Ժորժ ջան։ Նրանց սա չի դա կրկրում։ Ինչ համար այսօր այդ փողերը շատերին կուրացեց, ինչ համար այդ 90-ական թվեր Ժորժ որ իրանք Եվրոպան բացավ մտան Հայաստան ամբողջ Ժորժ այս մարդիկ դիպլոմով եկան այս Հայաստան։ Շատերին ծախեցին։ Ես մի եղբայր ասում եմ, երբ որ մի հատ եղբայր երբ որ եկավ սրանք եկել են դիպլոմատը բացեց փող են ցույց տալում, ասում են նա դե չկամ փողա։ Եթե մեր կամքով է տաս, այս փողը կոնը ասել վերցե այդ քո դիպլոմատը փախիստից։ Այդ քո փողը դեռ երկին չեն մցե Ժորժ ջան։ Դամար Տերը սորտնի իրապես տվյալը մարդ այսօր քո քույրդ եղբայրդ հիվանդ է։ Մի հատ դու տենում ես այդ աղբորդ քրոջդ հիվանդ է։ Մի հատ այցելում ես թե չես Ժորժ ջան, սա մի հասարակ բան Իմ ժողովուրդ եղբայր մենք դեպի սորացեք որ եղբայր դիվան դու պարտավոր ես այցել դու պարտավոր ես Ժորժ ջան պարտավոր ես գոնե մի հատ զանգես ասես քույրիկ ջան եղբայր ջան հիվանդ ես ո՞նց ես աղոթենք քո համար Ժորժ սա չկարտեն սպասում ենք երբ որ այդ աղբերը հիվանդ է երբ լավանավ գա բայց մի հատ չես զանգում մարդիկ այսօր շատեր հեռանում են Աստծո տնից հայտակղված հեռանում բայց մի օր մեկը չի զգում մտել կանտանք ես քույրիկը սուրա Ես մի քանի տարի առաջ երբ որ նստած եմ Մագադան Ժորժ ջան պաշտամունքին
Սարգսակը աղբեր մոտիցավ ասում է վրաճան չոտը դի գրուսնի, ասում է ոնց որ դու մի քիչ դիլխոր ես կարող ուզում ես քարոզը դա մարդ դիլխոր Ժողովուրդ ջան։ Երբ որ խոս տվավ էլա խոսելու Ժողովուրդ ջան։ Շտե հայ մենակ ես եմ։ Ասում եմ Ժողովուրդ ջան, եղբայր եկես մա դու դիլխոր ես քարոզելու համար, ասում եմ Ժողովուրդ ջան, ես քարոզամար դիլխոր չեմ, այսօր այն կան եղբայրներ կա, որոնք այսօր չկան ստեղ, չեք նայում։ Հələ մի հատ տեսեք որ այդ եղբայր քույրիկներ, որոնք հավատքից ընկած են, արդեն մեռել են։ Այնքան տեր չեն կամ այնքան չեն, այս միջև այս մարդը լրի մեռնում է, մի հատ վրեն պրոտին են գցում, всё պրծավ։ Եղբայր ջան, չես գալու, всё քեզ զրգում ենք։ Այ աղբեր ջան, բա մի հատ չես այցելում։ Ջան, իրապես բանը սա նաև դու քույրիկներ ջան, դու իրավունք ունես ու զանգես ու քրոջը հարցնել ջանը, որտե զանգեք, մի հատ էլ այս մարդուն մի հատ բեր տնեք վրեն, ես ընչես հիվանց, այ մատի քու գործ ընչայված եմ։ Դու մարդուն ցավը իմացի, ինչ ցավ ունես։ Միգուցե մարդը սոված է, միգուցե մարդը քայնոր հաց չի կերել, բայց դու տեսնում ես դա թե չես տեսնում։ Տերը օրհնի Ժողովուրդ ջան, սա է քրիստոնեությունը։ Մենակ բերանով ալելույա ասելը չի։ Սա քրիստոնեությունը։ Ես ենակամս երբ որ Ռուսաստան ես միտեղ որ աշխատում եմ Ժողովուրդ ջան, ենակամ էլ վգացի։ Խեշ մարդը պարգաս, գոռում էր, ճվում էր, ակին հերու էինք մենք։ Դեվադոր մեկ միլիցեի շատ էինք վախում, կարա բռնեին։ Մի հատ սևացնում են, վրաս բռնում էին Ժողովուրդ ջան։ Այս խեշ մարդը հիվանդանոցի դուրը Ժողովուրդ ջան, հիվանդուց դուր, ես պարգաս, գոռում էր, ճվում էր, լացում էր, ողբում էր Ժողովուրդ ջան, բժիշկները գալում, նայում են, թողում հետում են։ Բա նայ ուշադիր եք նայում, գիտես։ Վերևից մարդիկ նայում են սպիտակ խալաթներով, նայում են այս մարդու, այս մարդը լացում է, ողբում է, գոռում է, ճվում է, բանատեղ դնող չկա Ժողովուրդ ջան։ Ընդամենը մի ժամ չանցավ Ժողովուրդ ջան, մեկը դա պրոսի բերինքցի վրան պրծավ այս մարդը։ Այդ է տնաշեն, բա հիվանդանոցը դուր էր արդեն ասեն։ Ինչա դժվար այս մարդուն տանեք հիվանդանոց բուժել, մի հատ նային։ Սպասում եք որ միջև մեռան ու բերեք պրոստին գցեք Ժողովուրդ ջան։ Լավ իմացեք, այս մարդիկ բոլոր պիտի Աստծո առաջ պատասխան տան։ Մենք բոլոր պիտի Աստծո առաջ վաղմիսոր պատասխան։ Դրա համար քանի կրած, եթե քու քույրը եղբայրը հիվանդ է, տգարա, թույլա, դու ես դու պարտավոր ենք, մեզ սա համար պետք չի սովորացնել Ժողովուրդ ջան։ Շատ անգամ եմ եղբայր ջան, բա դու չես այցելում, քեզ պիտի սովորացնենք, որ դու այցելես։ Ինչ համար։ Բայց կան տարի մենք հավատքի կան ինչ ենք սովորում մենք Ժողովուրդ ջան Աստծոց։ Որ ընկածին վեր անես, օգնես այդ ընկածին։ Սա է ավետարանը Ժողովուրդ ջան, որ Աստվածը տենում է, գոհանում է։ Ինչի բարի սամարացին գնաց այդ մարդուն վեր անեց։ Ինչի կչանցավ։ Ժողովուրդ ջան, Տիրոջ հոգին ցավով եմ ասում։ Աստված ողորմա բոլորի Ժողովուրդ ջան։ Այն որ այսօր եղբայրները խոսում են Տիրոջ խոսքը, որ Աստված լավ իմաց, Աստված գիտա, այս գալիքը տեսնում դրա համար է Տերը խոսում Ժողովուրդ ջան։ Որ վամիսոր կկա այս ամեն գալիքները մենք չզարմանանք։ Այսօր վամիսոր դնած մի եղբայր, մի քույրիկ փոխվել է, նմանվել է աշխարհին կարա զարմացես, այ քեզ այսօր մարդիկ այտակում են։ Ասում են քանի տարվա հավատացյալ է, լենա իր վիճակը նա։ Մարդիկ այտակում են։ Գրած է Ժողովուրդ ջան։ Բարձ գրած է վերջին օրերը չար ժամանակներ պետք է։ Մարդիկ պետք են անznասեր, հբարտ, գորոս, հայոյիչ, սանք հավատքի մարդկանց մասին է խոսում Ժողովուրդ ջան, անհավատների մասին չի խոսում։ Դամար քանի որ Տերը խոսում է քո հետ, նա ուզում է որ դու փոխվես։ Որ դու փոխվես։ Շատ անգամ ասում են եղբայր ջան, տանս անդամը չի փոխվում։ Եթե ասում է, բա դու եպես փոխվես, սիրելի հոգի ջան։ Քո աչքից արդասուն կա թե չկա։ Քո վերաբերմունքը ոնց է քո տանդ մեջ։ Դու մի հատ նայում ես թե չես տեսնում։ Քո տանդ մեջ ամենաշատ դու ես կորում ճվում։ Ես ուզում եմ մի հատ երեխայի որ իր մամային ասում եմ, մամա ջան, թող պապան մնա միշտ պաշտամունքի տեղ է Ժողովուրդ ջան։ Իրական բան եմ ասում։ Ես մայրը զարմանում, մայր ջան, պատկերացա քո երեխեն քեզ ասա որ դու միշտ մնաս պաշտամունքի, ասես պաշտամունք չկա Ժողովուրդ ջան։ Քույրի կամ եղբայրի տարբերություն Ժողովուրդ ջան։ Աստծո խոսքը բոլորիս է վերաբերում։ Հələ պատկերացա քո երեխեն չի ուզում որ դու տուն գաս արդեն։ Մայրը զարմաց մայր տղա ջան, ինչու՞ ես պապան մնա միշտ պաշտամունքի տեղ Ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, իրապես ունել, երբ որ կետնում են պաշտամունք, հələ մի հատ նայ սա Ժողովուրդին, այնքան խելոք, խոնար ենք դեպատեր, սա խոնար ենք պաշտամունքի տեղը։ Հենց պաշտամունքից դուրս են գալու, всё, յուբկեն հագնում են, հանում եք շլվար ենք անում, այս հանում եք Ժողովուրդ, արդեն տան մեջ կրանք գոռան, կրանք ճվեն, всё, պաշտամունքի տեղ խելոք ենք։ Տեսեք, եղբայր ջան, ես խելոք եմ։ Ասում այ մամա ջան, այս պապան պաշտամունք այնքան խելոք է, գալու մատունը քո վրա գոռում, ճվում։ Դուք իրականություն եք ասում, գիտեք։ Սա իրականությունը։ Մարդիկ ձևափոխված են։ Այո, քո հավատքը քո տան մեջ պետք է երևա։
Տերը օրհնի ժողովուրդ ջան բոլորիդ։ Ասում ով պիտի պատմե Տիրոջ մեծ գործերը, ով պիտի պատմի։ Ես ու դու պիտի պատմենք ժողովուրդ ջան։ Ասում ով պիտի պատմի Տիրոջ մեծ գործերը։ Այո, Աստված ինչքան քո կյանքի մեջ գործ արի։ Բա դու չես պատմում սա։ Որ քո մեղքի մեջ Տեր եկավ քեզ ներեց քո մեղքերը։ Քո չարության մեջ Տեր եկավ քեզի ներեց ու մաքրեց։ Ով պիտի պատմի, դու պիտի պատմես, ես պիտի պատմեմ Աստծո գործերը ժողովուրդ ջան։ Ով պիտի իմացնե անոր համար ամեն գոհությունը։ Ով պիտի իմացնե անոր ամեն գոհությունը։ Երանի անոնց, որ իրավունք կպահեն ու ամեն ժամանակ արտարություն կենեն։ Երանի անոնց, դերուզ մեզ երանության մեջ դու էլ մտնես, ժողովուրդ ջան, եւ ես։ Ասում եմ երանի անոնց, որոնք իրավունքը կպահեն ու ամեն ժամանակ արտարություն կենեն։ Հիշես իս ով Տեր քո ժողովրդիդ վրա ունեցած հաճության համեմատ ինձի այցելություններ է քո փրկությունովդ։ Ինձի այցելություններ է քո փրկությունովդ։ Որպեսզի քո ընտրյալներուդ բարությունը տեսնեն, քո ազգիդ ուրախությունը ուրախանա։ Քո ժառանգությունը բարձենա։ Մենք մեր հայրերուն հետ մեղանչեցինք, անօրություն էրինք, անբարշտություն գործեցինք, մեր հայրեր Եգիպտոսի մեջ չիմացան քո հրաշքներդ, չհիշեցին քո ողորմություններդ, ողորմության շատությունները։ Ապստամբեցան ծովունքով, կարմիր ծովունքով, բայց անոնք իր անվան համար փրկեց։ Բայց զանոնք իր անվան համար փրկեց, որպեսզի իր մեծ զորությունը ճանճցնի։ Ասում մեր հայրերը Եգիպտոսի մեջ չիմացան քո հրաշքներդ, ինչ հրաշք չէին տեսել իրանք ժողովուրդ ջան։ Այդ կար ասված չտեսան։ Ինչու որ ասում աշկեր ունեք չեք տեսնի։ Տեսնելով բրի չտեսնեք, լսելով բրի չլսեք։ Այո, նույնիսկ բաներ մարդիկ տեսան, հրաշքներ էին տենում ժողովուրդ ջան։ Մարդիկ 40 տարի ման են գալ, իրան շորերը չեր մաշում, պատկերացնում եք, այսօր դու քանի շոր ես մաշեցնում տարվա մեջ։ Մի հատ մտածում ես, քանի հատ կոշիկ ես մաշեցնում, բայց 40 տարի իրան շորերը չմաշվան։ Ոնց պես գնացին ժողովուրդ առաջ։ Բաս առաջ չէր։ Անապադի մեջ Տերը քեզ ամեն ինչ տալում էր, բայց մարդու մեջի տրտունջը կորավ։ Մովսես ելավ լեռը, մարդիկ փոխվան։ Մարդիկ չեն հասկանում, որ Աստվածը իրանց արջևից է տալը, ոչ թե Մովսեսն էր, Աստված դի գնալ քո արջևից, նա էր քո Տերը։ Հենց Մովսեսը հեռացավ, դիսյո, արդեն դարեք իրանցին մի հատ հորս սարքեք, որ մենք տեսադաշտ պաշտենք։ Ինչո՞մ այսօր մարդիկ տեսադաշտով են ասում պաշտում։ Ասում են եղբայր ջան, էդի նկարա, մենք նկարով ճանաչում ենք ասում, չէ՞ ես նկար։ Այդ ուրիշ ջան, եղբայր ջան, Աստված նկարով չի։ Երբեք Աստված մեզի իդել չի սարքում, որ դու նկարով դի ասում պաշտես։ Շատ անգամ որ մարդիկ ասում են, լսա, եթե ես կամ քո տունը, քո նկարը տնեմ քո դեմը, ես քո նկարը հետ խոսամ, դու չես ցավա, չես ասա, եղբայր դու գժվար չես։ Ախր ես կողդ նստած եմ, դու նկարով ես իմ հետ խոսում Ժորժը։ Այլ ես նկարը կարող քոննա, բայց այն որ իրանք նկար դա Աստծուն նման չի Ժորժը, դա Քրիստոսին նման չի։ Պրոտ այսօր մարդիկ դա վերցրել են որպես երևույթ։ Այո, երբ որ Հովհաննեսը տեսավ Քրիստոսին մեռելի պես ընկավ, երբ որ տեսավ Տիրոջը, նա գեղեցը, նա սուրբը, նա Ժորժը, նա լույսը։ Համար Տերը սուրբնի սեր Ժորժ ջան, կանոն կուզենամ վերջացնեմ, թող Տիրոջ անունը փառավորվի սիր Աստծո Ժորժ ջան, Տերը օրհնի բոլորիդ, լսեք Աստծո խոսքը, ժամանակը կարճ է, պատվեր ենք տալում բոլորիդ Աստծո խոսքով, ինձանից սկսած, լսեք Աստծո խոսքը Ժորժ ջան, մի ցավացեք ձեր Տիրոջը, Աստված վատ բան չի եկուգյան, որ դու իրան ցավացնես, իրա վերքերը մի հատ է տրոնում ես։ Համար թող Տիրոջ անունը փառավորվի, սկանոք վերջացնենք ամեն Ժողովուրդ ջան, ամեն։